Նիկոլ Փաշինյանի ընտրություններից առաջ բանապետք ինքը պետք է գնացի կամ խաղաղություն կամ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում Պայմանագրի ստորագրում չի կարող պայմանագրի ստորագրի երևի թե չէ ժամկետի մասը ուզում են ասեն որ պայմանավորվում են դե տեսեք 26 թվականի ընտրություններ են այս ամբողջ ձերբակալություններ այս բաներ քերուկին հորոխբոր ворթիներ բան է սա պատմությունները Տաշիր պիցայի թեմաներ Տաշիր պիցան փնթյանոց էր կներեք Տաշիր պիցայի կողքովանցներ հոտից գժվում էր դե ինձ ավելի շատ անհանգստացնում որ չի անհանգստացնում ծիծաղալով ես բոլորին այդ հասնեմ տալ ինչի հիմա Տաշիր պիցայի կողքով որ անցնում էր շատ վատ հոտ էր գալիս ել չասես որ մեջն էր մտնում Ես երևի կյանքիս մեջ մի 3-4 անգամ եմ մտել, ամեն անգամ այդ հոտից բան եմ եղել։ Ոչ մի բան պատվիրել չի գալի մարդուց։ Չես կարող պատվիրել, փնթի հոտ է գալի։ Հետ եկանք։ Հետ եկանք, պետք է շուտ փակվեր։ Հիմա փակվել է, հայտնաբերել են, չգիտեմ, ինչ որ մի բան հայտնաբերել են։ Ինձ մոտ հարցան չի հիմա։ Այդ մեկ, երկու։ Այս օլիգարխատի ձերբակալություններ, բաներ եւ այլն ակնհայտ է, որ սա էլ ունի նախընտրական բան։ Ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վրա գործերը, հենց հիմա ինչ-որ բաներ դա նորմալ է։ Ինքը պետք է զեկուցի ընտրությունների ընթառաջ, որ ինքը խոստումներից գոնե մասը կատարել։ Բայց այս խոստումները, որ ինքը կատարում է, իր առաջի ժամկետի խոստումներն են։ Այս նստածնել, քերել, թափել, թափտալ, փողը բերել բյուջե, այդ առաջի ժամկետներ ինքը դա խոսք տվել։ 21 թվականին ինքը ուրիշ բաներ խոսք տվել, որը չի լինելու էլ։ Առավել ևս, որ հիմա տնտեսական բավականին լուրջ խնդիրներ են առաջանում, եւ այս խնդիրները ավելանալու են, դուք ինչով էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ ակնկալում են 5 չգիտեմ 5.9-ի փոխարեն ինչ որ 1.3% տնտեսական աճ, ընդ որում ես պետք է ասեմ, որ մեր տնտեսական աճը սկսած Վահան Փսլենկոտ-Քերոփյանից նկարած է ամբողջությամբ նկարած Այս ընկերդ 1.3-ն էլ նկարած լինի Այո, որովհետև մեր տնտեսական աճը հիմա նկարվում է շինարարության ոլորտի շնորհիվ բայց այդ են շինարարությունը չի այդ օրինակ այդ հյուսիս հարավները բաները որ կան երբ որ դրսից ընկերությունները մասնակցում են կամ բան այսինքն այդ գումարը ինչ որ չափով գալիս է նո երևում է բայց Հայաստանում չի մնում որտեղ օտար երկրը ինչ որ ընկերություններ են իրականացնում աշխատանքները փոստերով պատտվում են հնան ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր բան է շատ տենց դիպուկ օրինակ կա եթե դուք կամուրջ սարքեք հետո այդ կամուրջը տրակացնեք հետո նորից սարքեք հետո նորից տրակացնեք հետո նորից սարքեք ու նորից տրակացնեք հետո նորից սարքեք այդ բոլոր ձեր յուրաքանչյուր գործողությունը հնայի մեջ կավելացնի թիվը Սմա իրականում այդ կամուրջը ասենք կար ու վերջի գործողության շնորհիվ տրակեց 3 անգամ սարքեցիր կառուցեցիր ինքը 3 անգամ ուռճացրեցիր բայց ինքը Չինաստանի տնտեսությունն է այդպես շատերը չեն ուզում դա էլ հասկանալ Չինաստանը տենց է անում Չինաստանը կառուցում է դատարկ քաղաքներ հետո այդ քաղաքները տրակացնում է որովհետև եթե 5-6 տարի այդ ցեմենտ բետոնից երկաթբետոնից կառուցված շինությունները չեն ապակեպատվում մեջը մարդ չի բնակվում բան ինքը արդեն մանավանդ 30-արկանոց 25-արկանոց ինքը էլ բան չի միկրոջակեր են առաջանում կլիմայի փոփոխության ամառ ձմեռ փոխվում ման որի տրակացնես չես կարել մարդ բերես ինքը արդեն նախատեսված չի մեջը մուկ բան ինչ որ տենց տիղմ ինչ ասես առաջանում ու իրանք համ կառուցելուց համ տրակացնելուց դա հնայի մեջ ավելանում է իսկ իրականում արտադրություն չկա Մամայր մոտ Նիկոլի մոտ է ինքը չունի տնտեսություն իր մոտ տնտեսությունից հարց տաս ինքը կսկսի պատմել նորաձևությունից մինի բիկինիներից որը ինչպես նաև գիտությունը շատ նորաձև է ինքը չգիտեմ հեծանիվ դպրոցներին հեծանիվ ինչ որ մեկից պոշկային գողացան բերեցին բյուջե դրեցին Ծաղկաձորի հողատարածքներ 0.8 հեկտարանոց բանցեն Բայց Պետերբուրգի ֆորումում ինչու էին Օվերչուկը այդպես հիանում ասում էր Երևանը դարձել է շատ կենսունակ քաղաք ու դա ասում է ստերևույթին ՀԱՏՄ-ի արդյունքներն են Հայաստանը դա մեր նմուշն է որ տեսեք թե ինչքան լավ կարելի է ՀԱՏՄ-ի շրջանակներում Իրանք հասկացել են որ Նիկոլ կասպշի անես ու հեծնես ու ինքես տան
Հիմա այդ Օվերչուկը հասկացել է, Թրամփն էլ է հասկացել, ինչ փշի Չէ, Թրամփին պետք է փշի անես։ Թրամփը չի փշի։ Էրդողանին ներողություն, ես սխալվեցի։ Հա, Էրդողանը ինչով կարող է փշի անել։ Նիկոլին Փաշինյանին։ Ես ասին շուտ։ Մի բան ասել։ Քաղցր խոսք։ Ես էս Ալիևին կասեմ ինքը։ Դες ներքին հանդը որ գնդակուտ ռմբակոծել է Ալիևը։ Տեսեք։ Այդ Էլեմ ասում։ Ընթառաջ։ Էլեմ ասում։ Ստորագրելու պահին, ստորագրելուց 5 րոպե հետո մի շաբաթ էական չի։ Դա շարունակվելու է, որտեղ Հայաստանի գոյությունը Ադրբեջանի համար էգզիստենցիալ վտանգ է։ Ինքը կապ չունի ստորագրի այդ թուղթը թե չի ստորագրի, ինքը մեկա պատերազմ է ուզել։ Ադրբեջանին սթրած տեղը սթրվելու համար մեզ անհրաժեշտ է հատուկ ծառայությունների գործողություններ, որոնց արդյունքում Ադրբեջանը կդառնա ժողովրդավարական երկիր կամ 2 տանկային կորպուս, որպեսզի Ադրբեջանը քարտեզի վրա չլինի։ Ինքը դառնա կենտրոնական Կասպիական հանրապետություն։ Էրդողանը ասում է մենք մի մարմին, մի սիրտ ենք։ Ես Ադրբեջանի Էրդողանը ասում է այո, գլխին, հա, մեջքին, այդ կարա լինի։ Մեջքին կանգնած է, մեկ-մեկ կոշիկները սրբում է, հարցը հետ չի։ Էրդողանը նաև ասում է, որ ինքը Իսրայելի հետ առևտուր չի անում, բայց անում է 16 միլիարդի։ Էրդողանը շատ բան է ասում։ Պետք է հասկանանք, որ Էրդողանը գերրացիոնալ, շատ ծանր վիճակում տնտեսապես, քաղաքականապես եւ էթնոսոցիալական առումով շատ ծանր վիճակում գտնվող երկրի ղեկավարը, որը չի կարողանում վերարտադրի իր կուսակցությունը, որովհետև ժամանակին բոլոր հնարավոր առաջնորդներին կամ նեղացրել է կամ վտարել է, որը չի կարողանում իշխանությունը փոխանցի, որովհետև միակ կուսակցությունը, ում ինքը կարա փոխանցի, դրանք քեմալիստներն են, որոնք իր կուսակցության գաղափարախոսությունը ռետինով կջնջեն, որովհետև ընդհանուր առմամբ քեմալիստները հակա ավանդական իսլամի, ավանդական իսլամի դեմ աշխատող կուսակցություն է։ Բացի դրանից քեմալիստների համար Եվրամիության, Եվրոպայի հետ ինտեգրումը, արևմուտքի հետ ինտեգրումը, արևմտյան ապրելակերպը շատ ավելի առաջնային է եւ հետաքրքիր, քան այն ինչ անում է Էրդողանը։ Էրդողանը լրջորեն վախենում է, որ իրանք ուղղակի բան կանեն, կնայեն բյուջեից ինչքան գումար է գնում Սիրիա, իսկ դա մոտավորապես տարեկան 18-ից 20 միլիարդ դոլար է։ Ծակ տնտեսության համար դա ահռելի ծախս է։ Իրանք կարող է մի օր ասեն հարգելի Թարիր Աշշամ, ես դու պետք է Սիրիան։ Ես այս սահմանը փակում եմ, ստեղից է ինչքան Սիրիայից փախստական կա, բերում եմ մոտը, դու տես ինչ ես անում, ու հաջորդիվ ասեն գան Հայաստանին, ասեն փեշակներդ ինչա սահմանը բացում ենք։ Առանց հաշվի առնելու Ալիևի բաները, վնգստոցները։ Սա չի կարող հաշվի չառնել Ալիևի վնգստոցը։ Իհարկե Թուրքիան կոռումպացված է։ Իհարկե քեմալիստների մեջ էլ կան մարդիկ, որոնք ինչ-որ գումար են վերցնում, բայց իրանց համար որպես իրանց պատկերացրած իհարկե Թուրքիայի բան էլիտա, թուրքական էլիտա վերնախավ, այնտեղ վազվզած եւ Ստալինի հրամանով ստեղծված շիա դավանանքով անհասկանալի թուրքերենով խոսացող այդ աղբը, որը երբեք ազգ չի ունեցել եւ Ստալինը ասել է դե լավ սրանց գրեք ադրբեջանցի, ինքը իրոք աղբա, իրանք չեն հարգում, շատ վատ են վերաբերվում։ Հետևաբար Ադրբեջանն էլ բան ունի, ասենք եթե հիմա ինքը Էրդողանին առնում է տարեկան, ընդունենք պայմանական 1.2-1.6 միլիարդ դոլարով, ինչ որ շարքային քեմալիստի ինքը պետք է առնի 3-4 միլիարդ, իսկ որպեսզի հասնի մինչև, ասենք չգիտեմ, Իմամօղլուին ինքը չի հասնի вообще, то есть չի կարողանա Իմամօղլուին փող տա, այդ մասշտաբները անհամատեղելի են, հա, բայց այնտեղ ինչ-որ ֆունկցիաները կուսակցության կարաբռնի դա, այսինքն առաջի լեվելի քեմալիստական առաջնորդների հանրապետական կուսակցության իրենց մոտ տենց agree պայմանական քեմալիստ են, բայց իրենց կուսակցությունը հանրապետական է կոչվում, top level-ի հանրապետականներին Թուրքիայի չի կարողանա բանտել։